Քրիստոսի անունով սիրելի քույր եղբայրներ, բարի եկաք այս ուղիաթեր ծառայությանը։ Մի քանի վարգաններ են պիտի սկսենք այս ծառայությունը, կանչենք ձեր ընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները Facebook-ի վրա, YouTube-ի վրա, Խոսք TV-ի վրա։ Այսօր պիտի սկսենք նոր սերտողությունը Հովաննու ավետարանին։ Ուրեմն հետաքրքրական օրհնության բահեր պիտի ունենանք։ Մի քանի վարգաններն ուրեմն կվերակտնենք իրար։ Skançeli, xor hırtakan,
հավիտենականության հայր Սքանչելի խորհրդական հավիտենականության հայր Խաղաղության իշխան ով զոր Աստված քո արքայություն չունի սահման բարձր քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերտերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերտերած Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Հալելույա, օրտնյալ է մեր դերը, երորդության մեր աստվածը, հայրը, որդին և սուրբ հոգին, բարի եկաք սիրելի քույր եղբայրներ, այս ու եթեր ծառայությանը, որ կսպրվի Փարիզեն, գահստի քեզ, ուր որ գտնվիս, որ քաղաքի մեջ, որ երկրի մեջ, որ իրավիճակի մեջ, որ ես դիրոջ խոսքը գկա քեզ այսօր, այնտեղ քեզ այցելելու, քեզ շտկելու, մաքրելու, սրբելու, բարձրացնելու, օրհնելու, բժշկելու, քանի որ դիրոջ խոսքն է, ունի իր մեջ զորություն, բայց հավատացողին հավատքով գրնաս վերցնել այն խոսքը հավատքով գրնաս մտնել այդ խոսքին մեջ բայց հավատքեն առաջ պետք է զղջում որբեսի խոնարհությամբ գաս Տիրոջ առջև ըլլա փառքը մեր Տիրոջը կողջունենք Լոս Անջելեսի նաև մեր սիրելի քույր եղբայրները որ գեդևին մեզ Աստված առատապես օրհնե այս եփենը եւ իր ծառայող գազմը Օրտնյալ է մեր դերը, որ մեզ ևս բահեց մեկ շաբաթ, այստեղ հավաքվեցանք իր խոսքին շուրջ եւ փառավորվի մեր դերը իսկապես օրը գանցնի, ժամերը գանցնին եւ Հիսուսի վերաթարցը գմոտենա։ Եվ աշակերտները պետք է պատրաստ լան Հիսուս Քրիստոսի հետ լալու հավիտյան։ Սիրելի քույր եղբայր, ոչ թե հավատացյալները, այլ աշակերտները, քանի որ շատ հավատացյալներ կան, քիչ աշակերտներ կան եւ մեր ճշմարտության խոսքի ծառայության նպատակը որ դու աշակերտ դառնաս Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ոգիով լեցված իր կորձին մեջ իր մտքով իր հոգիով իր մտածելակերպով քայլես եւ ծառայես մինչեւ ինք վերաթարնա Փառավորվի մեր Տերը եւ դու որ այսօր մեր մեջն ես Տերը օրհնե քեզ շատ բարի եկաք դարբեր դեղեն որ գմիանակ Տերը օրհնի մեզ Սաղմոս 117 Ամբողջ Սաղմոսերկուին մեջտեղի Սաղմոսն է եւ ամենագարջը եւ ինչ գեղեցիկ Սաղմոս է գսե հետեւյալը օրհնեցեք Տերը ով բոլոր ասկեր կովեցեք զանիգա ով բոլոր ժողովուրդներ վասնզի անոր ողորմությունը մեր վրա մեծ է եւ Տերոջը ճշմարտությունը հավիտյան է հալելույա Ահավասիկ երբ Տիրոջ ողորմությունը մեկը կստանա եւ գանտրատարնա թե ինչ այդ ողորմությունը թե ինչպես Տերը մեղավոր անձը կմաքրե եւ կնորոգե եւ իր զավակը կդարձնե այս մեծ հրաշքը եթե մեկը հասկանա եւ եթե իրական հասկացած է
Անտատար պիտի օրտնե եւ պիտի պարապանե դիրոջը։ Անտատար պիտի մեծարե իր սուրբ անունը։ Անտատար պիտի իր չանքը անե մաքուր ապրելու համար։ Անտատար պիտի զղջա եւ խոնարի։ Անտատար պիտի նմանի դեր Հիսուս Քրիստոսի։ Եթե իրական հասկացեր է իր ողորմությունը Աստծո։ Շատ հավատացյալներ կամ բերանացի շատ բաներ գիտեն, բայց իրական եթե քիչ ավելի հասկանային, թե իրենք ինչ էին եւ դեր ինչ ըրավ դեր Հիսուս Քրիստոսով, այդ մարդիկ ավելի կնվիրվեին, ավելի կսիրեին Տիրոջը, ավելի գսիրեն իրենց թշնամիները, իրենց չորս կողմինները եւ կծառայեին Տիրոջը։ Բզդիկ բանեն չէին դեղանար, բզդիկ խնդիրներեն չէին յետ կայլեր, այլ ընդհակառակը։ Նայեցեք 12 աշակերտները Հիսուսի, որ ծրվեցան Հիսուսի հարութենեն հետո, ավելի շտագը հոգեկալստյանեն հետո, ծրվեցան աշխարհի 4 կողմը դարաձելու Տիրոջ ավետարանը։ Իրենց հանգիստը թողեցին, ընտանիքը թողեցին եւ կացին ծառայելու Տիրոջ ավետարանը կարոզելու։ Ոչ մեկ հանգիստ չկար, ոչ մեկ բրավո ապրիչ չկար իրենց։ Եվ այդպես գնացին մինչև վերջ, ոմանք սպանվեցան, որոնք խլխատվեցան, ուրիշներ խաչվեցան, հալածվեցան, դարբեր ծերով սպանվեցան, քանի որ իրենք հասկացել էին Աստծո ողորմությունը։ Երանի հասկանաս Աստծո ողորմությունը, ավելի պիտի նվիրվիս Տեր Հիսուս Քրիստոսի, ավելի պիտի սիրես Տեր Հիսուս Քրիստոսը, ավելի պիտի սիրես եկեղեցին, պիտի սիրես քույր եղբայրները, պիտի սիրես դարաձել ավետարանը, ավետարանչությունը, հոգիներու փրկությունը։ Այո, Երանի հասկանա իր ողորմությունը։ Հիսուս բարավիճսավ ծրի արիք, ծրի դվեք։ Հալելույա։ Օրտնեցեք դերը ով բոլոր ժողովուրդներ, կովեցեք իր սուրբ անունը, իր ողորմության մեծ է մեր վրա։ Հասկացել է իր ողորմությունը մեծ է մեր վրա։ Հալելույա։ Եթե հասկանայիր Աստծո ողորմությունը որքան մեծ է քո վրա, ոչ թե քանի որ հարուստ ես, ոչ թե քանի որ տրամ ունիս, ոչ թե քանի որ առողջ ես, այլ քանի որ դու մեղավոր էիր եւ ինքը քեզ լույսի զավակ դարձուց եւ քո հավիտենական կյանքը դվավ որբեսի իր հետ անցնես միշտ եւ հավիտյան։ Օրտնյալ է մեր Տերը։ Այդ մեծ նվերին համար, որ եթե մենք միլիոն տարի ապրենք, միլիոն տարի շնորհակալություն ասենք, թեր չի բավեր այդ հավիտենական շնորհքին համար, ողորմության համար, որ Տերը մեզի համար ըրավ։ Իրեն լա իսկապես Փառքը, այդ անսահման սերը, որ քեզի պես ինձի պես մեղավորներուն Տերը գուտա, Երանի քիչ ավելի հասկանար այսօր քրիստոնյա ըսված ժողովուրդը, Երանի քիչ մտեր հասկանար այսօր հավատացյալ ըսված ժողովուրդը, որ իրենց հավատացյալ ըսելով այսպես փողոցները գելեն, մեջտեղները գելեն եւ ցույց կտան, որ իրենք հավատացյալ են, բայց որ բզդիկ բամը գբադահի, յետ կգանեն իրենց հավատքեն, յետ կգանեն իրենց խոստումեն, յետ կգանեն իրենց որոշումներեն։ Տերը ողորմությունն է իսկապես որ հասկանաս, որ քո կյանքը բարդական ես այն Հիսուս Քրիստոսի, որ քեզի համար իր այդ արյունը թափեց, այդ բադվավոր արյունը թափեց, որովհետեւ արյուն առնելով դու այսօր անեցկեն դուրս եկած մաքուր ճշմարիտ Հիսուս Քրիստոսի ցերկը բռնած իր ողորմությամբ եւ իր օգնությամբ կարողանաս ապրել մինչեւ հավիտյանս հավիտենից։ Անսահման է Տիրոջ սերը քեզ հանդեպ եւ իմ հանդեպ։ Օրտնյալը լա մեր Տերը, որ մեզ կսորվեցնե այդ իր անսահման սերը, թող Սուրբ Օքին այցելե քեզ այդ անսահման սիրո մեջ, որ հասկանաս դու յալ լայնաս քո սերը Տիրոջ հանդեպ, քո նվիրման կյանքը Տիրոջ հանդեպ, չնայած ով ինչ կսե, ով ինչ կհալածե, ով ինչ կհայոյե քեզ, ինչ կսեն քեզ հանդեպ, որքան կբադվեն կամ չեն բադվեր քեզ, դու քո նպատակը Տեր Հիսուս Քրիստոսն է եւ իր կորձը կատարելն այս աշխարհին մեջ։ Հալելույա, Երանի քիչ ավելի հասկանայինք, անսահման սեր է Տեր քո սերը, շնորհակալ եմ այն սիրո համար։ Անսահման սեր է քո սերն Հիսուս, մարդկային լեզուն չի կարող պատմել, հրաշք է գործում քո սերն իմ Հիսուս, որ այս մտքիս երբեք չի հասնում, սերդ երբեք չի նախանձում Հիսուս, սերդ չունի իր մեջ հպարտություն, երկայնավ միտե սերդ ու քաղցրե, իրենը չի փնտրում, չի բարկանում, սերդ երբեք չի վերջանում, սերդ
սերդ մնում է հավիտյան Հավերժական սեր ես դու իմ Տեր Աստված սեր է Հիսուս սեր է Մարդացար դու մեզ համար Հիսուս Մեր սիրուց ելնելով աշխարհ եկար Սիրո ծնունդ ես դու քո հայրն սերել Այդ պատճառով դու աշխարհ եկար Սերը տարավ քեզ դեպ Գողգոթա Սիրուց էր որ դու արյուն Եվ հավիտյան նստեցիր քո հորաչում Որպես բարեխոս սիրո թագավոր Սերդ երբեք չի վերջանում Սերդ մնում է հավիտյան Հավերժական սեր ես դու իմ Տեր Աստված սեր է Հիսուս սեր է Անսահման սեր է քո սերն Հիսուս Մարդկային լեզուն չի կարող պատմել Հրաշք է գործում քո սերն իմ Հիսուս Որ այս մտքիս երբեք չի հասնում Սերդ տարավ քեզ դեպ Գողգոթա Սիրուց էր որ դու արյուն հեղեցիր Եվ հավիտյան նստեցիր քո հորաչում Որպես բարեխոս սիրո թագավոր Հալելույա Այն սերն է որ մեզ դեր բահել այստեղ Այն սերն է որ դու կարող ես լսել հոգևոր խոսքեր Այն սերն է որ դու կարող ես դեր աղոթել Այն սերն է որ քեզ բահեր է որ դու ավելի հասկանաս այն սերը Եվ մարդկային քո բիղձ բնավորություններեն դուրս գալով սիրո մեջ ապրիս առաստված եւ մարդկանց որուն մեջ դերը քեզ զեդեղած է դարբեր դեղեր դարբեր վայրեր այո աստուծո սերն է որ քեզ դեր բահած է ոտքի այսօր որ դու լսես հասկանաս նորոգվիս ապաշխարես զղջաս եւ դառնաս դեպի իր սուրբ ջամփուն մեջ օրտնյալ է այն աստվածը որ մեզ այսօր այս արիտը գուտա այս խոսքը ճշմարտությամբ կարոզելու, այս խոսքը ազատությամբ կարոզելու եւ գիտենք որ այս խոսքը շատ ծանր է եւ ծանր բիդլա մեր մարմիններուն համար, մեր մարմինը եւ մեր եսը ազո խոսքը չի լսեր, չուզեր ընդունել, համացայն չէ ազո խոսքին, այլ քո հոգին պետք է արտնանա, քո հոգին վերստին պետք է ծնվի, որովհետեւ հոգին ընդունի աստվածային հոգիի խոսքերը Ուրեմն մի փորձեր հասկանալ քո ուղեղով, մի փորձեր հասկանալ քո իմաստությամբ, մի փորձեր հասկանալ քո, ինչպես ասեմ, ըսկացումներով, այլ հանձնվիր դեր Հիսուս Քրիստոսի, որ Սուրբ Հոգիով ինքեզ ասե եւ հասցնե խոսքին ոչ թե բարերը, այլ խոստին հոգևոր խորությունը քո ներսին։ Հալելույա։ Սիրելի քույր եղբայրներ, բարի Եկակ այս նոր ծառայությանը որ կսկսի, որ գսեմ նոր ծառայություն, սել նոր սերդողությունը, մենք կսկսենք Հովաննու ավետարանը սերդել։ Գրնամ ասել ցեզի շատ հետաքրքիր ավետարան է։ Երեք ավետարաններուն չլմանիր Հովաննու ավետարանը։ Բոլորովին տարբեր է, քանի որ Հովաննու ավետարանը ամենեն ուշ գրված ավետարանն է Հովաննես Արաքյալի ցերկով։ Մոտավորապես ուրեմն գրված է 85-90 թվականներուն։ Եվ 70 թվականին, Հիսուսի հետո 70 թվականին, դաջարը քանդվեցավ, հրյաները ծրվեցան,
աշխարհի 4 կողմը, բոլոր հռոմայացիների գայստրության մեջ հրյաները ծրվեցան, դաջարը քանդվեցավ, դաջարի հետ կապված բոլոր հրյական հիմքերը քանդվեցավ 70 թվականին եւ այս մարգարեություն էր, որ Աստված արդեն ըսած էր եւ կատարվեցավ։ Նույնիսկ Հիսուս ինքը գխոսի ասոր մասին Մատթեոս 24-ի մեջ։ Ուրեմն Հովանես ինչ որ պիտի ներկայացնե Հովաննու ավետարանը, որ պիտի սերդենք, նախ կուզեմ ասել, որ Հովաննու ավետարանը պատմության գարկ չէ, որ կներկայացնե։ Գարկը չէ, որ մենք պիտի հետևենք Հիսուսի ծնունդը, Հիսուսի մեծնալը, Հիսուսի այս։ Հովաննես ավետարանիչը, ինչպես ասի, 3 ավետարանիչներեն տարբեր, գուզե ներկայացնել աստվածաբանությունը Հիսուս Քրիստոսի անձին։ Ուրեմն Հովաննու ավետարանը մեզ կներկայացնի Հիսուս իբր Աստված, աստվածային բատկերը, աստվածային կերպարն է, որ գուզե ներկայացնել դարբեր պատմություններով, դարբեր խոսքերով, դարբեր քարոզներով այս 21 գլուխներուն մեջ։ Պիտի տեսնենք 8 դարբեր նշաններ, ինք նշան կամ հրաշք։ Հովաննու ավետարանի մեջ 8 դարբեր հրաշքներ կան, որոնց մեջ վերջինը 8-րդը հարութենեն հետո է։ Ուրեմն 7 հրաշքներ մինչև խաչելություն, իսկ 8-րդը հարութենեն հետո։ Շատ լուրջ խորհրդաբատկեր այս, որ մենք պիտի վերադառնանք, ամեն մեկ հրաշքը, սիրելի քույր եղբայրներ, հոգևոր իմաստ պիտի առնի։ Հովաննես առաքյալը ուզեց ամեն մեկ հրաշքով Հիսուսի աստվածությունը ներկայացնել դարբեր ձևերով։ Օրինակամար կտեսնենք Հիսուսի համար գսվի խոսքը, Աստծո որդի, միակ որդի, Աստծո կարը, գսվի նաև կյանքը, հացը, հավինական գենած հացը, հարությունը։ Այս բոլորը կներկայացնի Հովաննես առաքյալը Հիսուս Քրիստոսի աստվածային դիբարը բացատրելու համար։ Քանի անգամներ Հիսուս կսե ես եմ հացը, ես եմ ճանապարհը, ես եմ կյանքը, ես եմ հարությունը, ես եմ դուրը, ես եմ լույսը։ Այդ ես եմը որ գործածե շատ կարևոր իմաստ ունի։ Այդ ես եմը նույն ես եմն է, որ մի կան գասոր վրա անշուշտ, որ 5 դագարան մեջ Աստված Մովսեսին ասավ ես եմ որ եմ եւ Հիսուս նույն բառը գործածե իր համար։ Ավետարանիչը գվերջացնե ասելով Հիսուս, այս բոլորը գրվեցավ որպես հավատակ, որ Հիսուս Քրիստոսն է եւ հավատալով հավիտենական կյանք ունենաք։ Ուրեմն բոլոր պատմությունը Հովաննու ավետարանի նպատակը այդ է, որ ճանչնանք ով է Տեր Հիսուս Քրիստոսը եւ սորվինք հավատալ վստահիլ Տեր Հիսուս Քրիստոսի, որբեսի հավիտենական կյանքը իր հետ անցնենք։ Հովաննու ավետարանը ուրեմն գկրվի կամ նպատակը ավետարանիչին երկու տեսակ անձնավորություններու համար է, կամ երկու տեսակ խումբերու։ Առաջինը հրյաներուն։ Հրյաները, ինչպես ասի 70 թվականին ծրվեցան։ Հրյաներուն համար շատ կարևոր է դաջարը, իրենց ամեն հոգևոր դաստիարակությունը, հոգևոր միտքը, հոգևոր ուղղությունը, հոգևոր մտածելակերպը դաջարեն գուկար։ Երբ որ դաջարը քանդվեցավ, գործունեություն իրենց ուղղությունը, հոգևոր ուղղությունը գործվեցավ։ Գսպասեին Մեսիան, որ կար դաջարը քանդվեցավ։ Հոն է որ Հովաննես հրյաներուն գսե այդ Մեսիան, որ դուք կսպասեք, Հիսուս ինքն է։ Երկրորդ խումբին, որ նաև գուղե Հովաննես Հովաննու ավետարանը, անալ հեթանոսներուն։ Հեթանոսները, որ ճշմարտություն կփնտրեին։ Հույներ, հռոմայացիներ, դարբեր ասկերեն, որոնք ճշմարտություն կփնտրեին, ունեին իրենց դարբեր աստվածները։ Եվ անոնց նաև գուղե Հովաննես ավետարանը ասելով Հիսուսն է դերը, Հիսուսն է ճշմարտությունը, Հիսուսն է ճանապարհը։ Ուրեմն Հովաննու ավետարանը գբացադրե, սիրելի քույր եղբայրներ, գմատնանշե Տեր Հիսուս Քրիստոսի անձը։ Եվ որքան կարևոր է մեզ, որ մենք երբ որ գսենք հավատացյալներ ենք, քրիստոնյա հավատացյալներ, որքան կարևոր է ճանչնանք Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ Հովաննու ավետարանը որ պիտի սերդենք,
Բիդի առնե մեզի համար երկար ժամանակ, քանի որ ամեն մեկ գրնամսել նախատասությունները իր խորությունը ունին, եւ մենք պիտի փորձենք համար առ համար ինչպես միշտ փորձենք սերտենք, տեսնենք Հովհաննեսին միտքը ինչ էր երբ քրեց, ինչպես ասիցես ներկայացնե Հիսուս Քրիստոս Աստուծո որդի, Աստված եւ նույն ժամանակ գադարյալ մարդ։ Եվ միակ պատասխանը այս աշխարհին Հիսուս Քրիստոսն է։ Հովանու ավետարան որ գարտանք այս կհասկանանք։ Միակ պատասխանը, որը ստեղծող Աստված գուղե այս աշխարհին Հիսուս Քրիստոսն է։ Որ ինքնիրույն Աստված է գադարյալ եւ գադարյալ մարդ է։ Եվ ամեն ով որ այդ Հիսուս Քրիստոսը ընդունի, հավատա, նվիրվի, հանձնվի, վստահի, այդ մարդուն կյանքը բոլորովին գվերակտնե իր հավիտենական աստվածային կյանքը։ Ուրեմն որքան կարևոր է հասկանալ, ճանչնալ, գիտնալ, սորվիլ, մտերմանալ ավելի Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Մենք այսօր 2026 մեր բոլոր եկեղեցիներու մեջ, տարբեր տեսակի եկեղեցի, ամեն գիրակի գրնան գսել դերպես միլիոն անգամ Հիսուս Քրիստոս կսվի։ Երկերու մեջ, քարոզներու մեջ, աղոթներու մեջ Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս շատ լավ է։ Բայց արդյոք այն ամեն Հիսուս Քրիստոս ըսողները իրական գճանշնան ով է Հիսուս Քրիստոսը։ Հովաննու ավետարանը մեզ պիտի սորվեցնե շատ բաներ։ Ուրեմն ձեր դեդրակները բացեք նոր էջ, սուպկիկները բացեք ձեր առաջ, քրիչները ձեր ձեռքին, աղոթքի հոգիով, խոնարհության հոգիով եկեք սերդենք, սկսենք սերդել այս հոյագապ գիրքը։ Երանի ամեն օր սերդեինք այս գիրքը։ Որքան կսերդենք, այնքան սերդելիք բաներ կատեր։ Այնքան խորունգ է այս գիրքը։ Բայց ես ձեզ մի բան պիտի առաջարկեմ։ Մեր ճշմարտության խոսքի այս ծառայության սերդողությունները այն չեն, որ գլուխդ լեցվի, մեծնա եւ շատ բաներ գիտնաս։ Այլ մեր սերդողության նպատակը կորձնական լասկո հավատքիդ մեջ։ Աղոթքդ փոխվի, պարապանությունդ երկրպագությունդ փոխվի, եկեղեցական կյանքդ փոխվի, հարաբերություններդ մարդկանց հետ փոխվին, քո անձնական բնավորությունները փոխվին։ Եվ այս պիտի սորվինք ինչպես կարելի է Աստծո խոսքը կարդալով փոխվի մեր անձը։ Սիրելի քույրեր, լուրջ եղեք։ Եվ արդեն 30 տարի անց հովության ծառայության մեջ եմ։ Գրնամ ասել ցեզի շատեր տեսել եմ եկեղեցիներու մեջ, շատ մարդկանց ունեցել ենք մեր եկեղեցի անդամներ, շատեր եկեր կացեր են, անցել են, բայց ասեմ ցեզ, շատ քիչեր են, որ լուրջ են հավատքի մեջ։ Շատ քիչեր են, որ եկեղեցին իրենց համար լուրջ վայր է, շատ քիչեր։ Անորամար հիմա ուր որ ես, լուրջ եղիր Տիրոջ խոսքին առջև։ Մենք այստեղ անխարտախ Տիրոջ խոսքն է, որ պիտի կարդանք եւ պիտի սերտենք։ Աստվածային խոսքը, որ եկավ դեպի մեզ։ Եվ փառքը դրվի Հորը Որդուին եւ Սուրբ Հոգուին։ Հալելույա։ Ամեն եւ ամեն։ Թող Տիրոջ հոգին լուսավորե մեր միտքը եւ մեր անձերը։ Հովանու ավետարան գլուխ 1։ Եվ ահավասիկ ինչպես կսկսի։ Հովաննես կսե։ Սկիզբեն էր բանը եւ գամ սկիզբեն էր խոսքը։ Եվ բանը Աստծո էր եւ այդ բանը Աստված էր։ Բան բառը, որ այստեղ մենք կգործածենք արևմտահայերենի մեջ, անչափ թեթև անցած է, որ իր կարևոր իմաստը գործընծուցած է։ Հույներուն համար լոգոս բառն էր, լոգոս։ Եվ երբ որ լոգոս կսեր հույնը, փիլիսոփաները կամ հույն գղերականները կամ փիլիսոփաները, երբ որ լոգոս բառը գսեին, լոգոս բառը կներկայացներ այն ամեն ինչ որ ստեղծված է, այն ամեն ինչ որ այն բանը, որով ամեն ինչ կգոյանա։
Լոգոս բառը այդ էր։ Եվ լոգոս բառը ինքնուրույն իմաստ չունի, բարձրապես լոգոս որ գսվի, ասել է այն ինչ որ ամեն ինչ գախյալ է այնտեղից։ Այն ինչ որ ամեն ինչ գախված է իր մե։ Եվ արևմտահայերն գսի փանը, որ ինքը ինքնուրույն իմաստ չունի, բայց գարտացողին համար հույնը շատ լավ գիտեր, որ այդ փանը մենք գիտենք, այդ անշոշափելի, այն վերևի, աներևույթ, այն ամեն ինչ որ ամեն ինչ գախյալ է իր մե, այն լոգոսի մասին գխոսի Հովհաննեսը, ինչ է այդ լոգոսը, եւ երբ որ մեկը գսեր ես ցեզի լոգոսը մի բացատրեմ, մարդիկ լուր գլսեին, գսեին թե այս լոգոսը անկարելի է որ հասկանանք, արդյոք ինչ կսե այս մարդը։ Եվ Հովհաննես այդպես կսկսի։ Ցեզի պիտի խոսիմ այն լոգոսի մասին գսե, որ դուք տարերե ի վեր կփնտրեք, որ դուք կփորձեք իմաստը հասկանալ, բայց ես ցեզ պիտի ցույց տամ այդ լոգոսը, որ դուք անհամբեր կսպասեք պատասխանը գիտնալ, այն լոգոսը, որ ամեն ինչ գախյալ է իր մե, այն լոգոսի մասին ցեզի պիտի խոսիմ։ Այս հույներուն համար էր։ Իսկ հրյաները, երբ որ լոգոս բառը գործածեին, հունարենը, քանի որ շատ հրյաներ հունարենով գրված է նաև 5 դագարանը, սեպտանտը 7-ամյակը, ուրեմն երբ որ լոգոս սկսեին հրյաները գհավատային այդ լոգոսը այն Աստծո իմաստությունն է, որ ամեն ինչ ստեղծված է անով, ինչպես Արագած 9-րդ գլուխը սրա մասին գխոսի։ Ուրեմն Հովհաննես նաև հրյաներուն գսե, այն լոգոսը, որ ամեն ինչ ստեղծված է իրմով, ես այդ լոգոսի մասին ցեզի պիտի խոսիմ։ Այդ լոգոսը, որ դուք կփնտրեք, լուծումը գտնելու կամ հասկանալու թե ով է, ինչ է, այդ լոգոսի մասին ցեզ պիտի խոսիմ։ Հասկանաք, ինչպես կսկսի Ավետարան Հովհաննուն։ Մեկ անգամից Ավետարան Հովհաննուն գփանա իր գիրքը, ասելով ցեզի պիտի խոսիմ այն մտքի մասին, այն անցի մասին, կամ այն բանի մասին, որ դուք անհամբեր կսպասեիք պատասխանը գտնել։ Եվ այդպես կսկսի Ավետարանը ասելով որ սկիզբեն էր այն բանը, այն լոգոսը, սկիզբեն էր։ Եվ գսե այն բանը Աստծո կով էր, ուրեմն լոգոսի հավիտենականության մասին կխոսի, Աստծո կով էր, եւ այն բանը Աստված էր։ Վաու, մենք չէինք գիտեր որ լոգոսը Աստված է։ Հույները գարձեին որ Աստված կա, լոգոս կա, լոգոսը Աստված, լոգոս, չէինք գիտեր այս բոլորը, բայց ահավասիկ Հովհաննես կսե այն բանը Աստծո կով էր եւ այն բանը Աստված էր։ Կարևոր է Աստված էր, ոչ թե Աստված ման էր, ինչպես Եհովայի վգաները սխալ թարգմանություն կբերեն այստեղ իրենց ուզածին հասցնելու։ Լոգոսը արդեն ինքնուրույն հավիտենական իմաստ ունի, որ մարդը չի գրնար հասնել եւ հասկանալ։ Եվ Հովհաննես կսե անհասկանալի, այն անհասանելի լոգոսը, որ Աստծո կով էր եւ որ Աստված էր, հիմա սրա մասին ցեզի պիտի խոսեմ։ Հասկանաք, ինչ զորությամբ գսկսի Հովհաննեսը Հիսուսի ներկայացնել, ուրդեղեն գսկսի Հիսուսի ներկայացնել։ Հիսուս անուն դեռ չի դար։ Բիդի չի դա մինչև 18-րդ համարը։ Միան պիտի ներկայացնե, որովհետեւ մարդկանց պատրաստե իրենց հետաքրքրությունը եւ իրենց ասե որ ես ցեզի բարապ բանի մասին չեմ խոսիր։ Ես ցեզի գրոնքի մասին չեմ խոսիր։ Ես ցեզի այս կամ այն ուսուցիչի մասին չեմ խոսիր։ Ես ցեզի այս կամ այն փիլիսոփայության մասին չեմ խոսիր։ Ես ցեզի կխոսիմ հավիտենական լոգոսի մասին։ Եվ կշարունակե։ Համար 3 ամեն բան գսե անով եղավ եւ առանց անոր բան չեղավ ինչ որ եղավ։ Հույները շատ լավ գիտեին այս բանը։ Հրյաները շատ լավ գիտեին, թե լոգոսով եղավ ամեն ինչ անով եղավ եւ ամեն բան եղավ իր ներկայությամբ։ Նորություն չսեր, միան կներկայացնե կամաց։ 4-րդ համարը գսե եւ ցանկը անով էր, լոգոսով, բանով, եւ ցանկը մարդոց լույս եղավ։ Հոս արդեն սկսան միջմը խանգարվելու։ Լոգոսը անհասանելի էր, լոգոսը աներևույթ էր, լոգոսը հավիտենական էր, լոգոսով եղավ ամեն ինչ։ Այո, մենք գիտենք ադի Հովհաննես Ավետարանիչ, գիտենք, բայց որ դու գսես մարդոց լույս եղավ, հասկանալի չէ։
Լոգոսը չի կրնալ լույս լալ, չի կրնալ հայտնվիլ, չի կրնալ հայտնություն լալ։ Լոգոսը միշտ բահված դեղ մներ, մարդոց մե վեր, մարդոց մե հասանելի լալեն վեր, մարդիկ չէին կրնալ հասկանալ լոգոսը։ Ինչպես կսես տուն, որ լոգոսը մարդոց լույս եղավ։ Կհասկանաք, սիրելիներ, ինչպես Հովաննես կամաց կմոտեցնե այն աներևույթ Աստվածը երևնալու պիտի սկսի հիմա։ Եվ մարդոց լույսն էր։ Լույսը խավարի մեջ կլուսավորեր եւ խավարը զանիգա չջանցավ։ Եվ այստեղ շատ կարևոր է խավար եւ լույս միտքը Հովաննես Ավետարանիչը եւ Հովաննես քրկերու նամակներու մեջ լույս եւ խավար։ Լույսը գշպաժնվի խավարեն, լույսը գուկա խավարը գլուսավորե։ Գսե ահավասիկ լույսը եկավ խավարի մեջ, նորմալ էր որ խավարը լուսավորեր, եւ գսե լուսավորեր, բայց խավարը զանիգա չընդունեց, չջանցավ, ասել է չընդունեց։ Ուրեմն Հովաննես այստեղ կներկայացնե աներևույթը կգրտնեմ, կամ շատ կարևոր է հասկանալ այս կետը։ Աներևույթը, որ փիլիսոփաները կսպասեին, դարբեր գրոնքներ կսպասեին լոգոսը հասկանալ։ Հրյաները կսպասեին լոգոսը։ Հովաննես կսե այդ լոգոսը, որ ամեն ինչ իր մորը եղավ, որ այդ լոգոսը որ հավիտենական է, այդ լոգոսը որ Աստված է, այդ լոգոսը որ Աստծո կովն է, ծեր Աստվածներու գագարձեք, բայց մեկ Աստված կա, նոր կովն է, եւ ինքն է Աստվածը, այդ լոգոսը լուսավորելու սկսավ։ Մարդկանց մոտեցավ։ Բայց երբ որ մարդկանց մոտեցավ, մարդիկ չընդունեցին զինք։ Ասի գրնամսել վերնակիրն է Հովաննու Ավետարանի։ Հովաննու Ավետարանի վերնակիրն է։ Եվ գուզեմ նաև հիշեցնել ցեզ, որ ինչպես ծննդոց քիրքը սկիզբեն էր կրված է, սկիզբեն Աստված ստեղծեց երկինք ու երկիր, նույն բանը Հովաննես կսե սկիզբեն էր բանը, բանը Աստծոքով էր, բանը Աստված էր, ամեն ինչ եղավ եւ բանը չավ ինչ որ եղավ, ամեն ինչ անով եղավ։ Եկավ մարդկանց լույս տվավ, եկավ լուսավորելու մարդկանց, ինչպես ծննդոց քիրքը եւ լույս եղավ Աստված, որովհետեւ լույսը սկսի։ Խավարի մեջ լույսը բացվի եւ ահավասիկ նույն բանը գդարվի եւ հիմա գսե այն լույսը որ խավարի մեջ եկավ, հենց անդ լույսի մասին ես պիտի խոսիմ ցեզ, ուրեմն լուրջ գսե լսեցեք, մտածեցեք եւ պատրաստվեցեք, թե ես ինչ պիտի ասեմ ցեզ։ Համարվեց։ Հիմա գսե Աստուծո ղրկված մարդ մգար, որուն անունը Հովաննես էր։ Ուրեմն աստե գխոսի Հովաննես Մգրդիչի մասին։ Ասիկա ուրեմն Հովաննեսը վգայության համար եկավ, որբեսի լույսին համար վգայե։ Նայեցեք, ինքը չսեր որ ես կվգայեմ լույսի համար։ Հիմա պատմություն կսկսի։ Ուրեմն գսե մարդ մգար, մարդ, լոգոս մարդ, արդեն մարդիկ սկսան հանկարվելու, լոգոսը անգարելի է որ մարդու հետ կապվի, բայց Հովաննես գբերե, կարծեք երկնայինը պիտի մոտեցնե մարդկանց, այդ կբացատրե իրենց։ Եվ ասեմ ցեզի մտավորական մարդկանց կգրե այստեղ։ Փողոցի մարդկանց չէ։ Անորոշ շատ կարևոր է հավատքը հասկանալու համար մի քանի բաներ պետք է գիտնաս։ Հիսուսի հետ քայլելու համար մի քանի բաներ պետք է գիտնաս։ Հոգևոր քրիստոնեական հավատքի մեջ քայլելու համար ժողովրդական մեր հավատքը չի բավեր, ժողովուրդ։ Ժողովրդական հավատներ գնենք կարծենք որ մենք քրիստոնյա ենք, ոչ, շատ խորն է քրիստոնեական հավատքը, որ դժբախտաբար թարերը իվեր մեր եկեղեցիներու մեջ, մեր ասկին մեջ, չէ քարոզված, չէ բացադրված, չէ սորվեցուցած, ինչպես որ Հովաննես այստեղ մեզ կներկայացնի։ Մարդ մգար, որուն անունը Հովաննես էր, ինքը վկայություն ա որպես լույսին համար վկայե, որպեսի ամենքը անոր միջոցով հավատան։ Հովաննեսի միջոցով հավատան լույսին։ Ինչպես կարելի է լույսի հավատալ։ Չէ որ լույսը այդ աներևույթ Աստծո պատկերն է։ Ինչպես կարելի է որ աներևույթ Աստված որ լույսերու մեջ կբնակի, կա հայտնվի եւ մարդիկ հավատան այդ լույսին։ Մենք ինչպես եմ abstract բաներուն չենք հավատար, վերացական բաներու չենք հավատար, կհավատանք ֆիզիկական
ավելի շտագը անձնական լույսին գսե, լույսին հավատալ։ Հիմա կշարունակենք։ Ինք չէր այդ լույսը։ Հաբա եկավ որբեսի լույսին համար վգայ է։ Ով է այդ լույսը։ Կարդացինք։ Լույսը կյանք է, գրված է։ Լույսը բանն է, լոգոսն է, խոսքն է։ Լույսը այն լույսն է, որ Աստծո կողմն էր եւ Աստված էր։ Այն լույսը եկավ աշխարհ։ Մարդիկ չընդունեցին, բայց Հովհաննես մգրդիչ այդ լույսին համար սկսավ կարոզելու, որովհետեւ մարդիկ այդ լույսին հավատան, ուրեմն այդ լույսը կարելի է որ հավատանք, կարելի է որ տեսնենք, կարելի է որ շոշափենք, կարելի է որ ապրենք այդ լույսը։ Համար 9 Ճշմարիտ լույսը ան է, որ աշխարհ եկող բոլոր մարդիկը գլուսավոր է։ Ձեկ լույսը գլուսավոր է բոլոր մարդկանց։ Բայց եկավ այդ լույսը իրենիներուն։ Մի տեսենք քիչ հետո։ Ինք աշխարհի մեջ էր եւ աշխարհ անոր եղավ, բայց աշխարհ ժանիկա չջանցավ։ Նայիր, այդ լույսը աշխարհի մեջ էր։ Անով եղավ աշխարհը, ինչպես քիչ առաջ կարդացինք, բանը, լոգոսը, ամեն ինչ անով եղավ։ Հովհաննես Արաքյալը կգրկնե նույն բանը լավ բացատրելու համար Հիսուսի անձը։ Եվ այս կարդալեն հետո, եւ թեր մարդիկ կան, որ գսեն, որ Հիսուս Աստված չէ, իսկապես այդ մարդկանց միտքը խավարած է։ Այնքան բարեր գործած է այստեղ Հովհաննես Արաքյալը, որպեսի անդրադառնանք, որ Հիսուս մարգարե չէ միայն, Հիսուս հրեշտակ չէ, ինչպես շատերը գսեն, Հիսուս մարդ չէ, Հիսուս այն լոգոսն է, որ է եւ պիտի ըլլա, բայց մարդացավ, եւ որ մարդացավ եւ եկավ այս աշխարհը լուսավորելու, արիթ դրվեցավ մարդուն, որ ընդրություն ընե, եւ մարդը չջանցավ զանիգա, չընդունեց զանիգա, իրենիններուն եկավ, սակայն իրենինները զինք չընդունեցին։ Ով են իրենինները։ Հրյաներուն համար գսե դուք եք, կամ դուք Աստծո ժողովուրդն եք իբր թե, ցեզի եկավ իրենիններուն, ցեզի, բայց չընդունեցիք։ Հիմա սկսան մարդիկ խանգարվել, ով է այս լույսը, ով է այս անձը, ով է այս լոգոսը, որ մարդ եղավ, լույս եկավ, արիթ տվավ մեզի եւ մենք չընդունեցինք, ով է։ Բայց կսե անոնք, որոնք զինք ընդունեցին, անոնց իշխանություն տվավ Աստծո որդիներ ըլլալու, որոնք կհավատան իր անվանը, որոնք ոչ արույն է եւ ոչ մարմինի գամքի է, այլ ոչ ալ մարդու գամքի հաբա Աստուծմե ծնան։ Ան որ ընդունեց այդ լույսը, այդ լոգոսը, այդ կյանքը, ան որ ընդունեց, այդ ընդունողը դարձավ Աստծո որդի, բայց Աստծո որդի դառնալը Աստված ինք որդի դարձուց։ Հասկանանք ինչպես խորը գխոսի Հովհաննես Արաքյալը այստեղ։ Ան որ ընդունեց, ան որ ապաշխարեց, ան որ դարձավ դեպի իրեն, ան որ ընդունեց այն լույսին աստվածությունը, այն լույսին հավիտենականությունը, այն լույսին կյանքը լալը, այն լույսին լույսը լալը խավարի մեջ, ընդունեց իր խավարը, իր խավար էր, լույսը եկավ ընդունեցի եւ որ ես ընդունեցի Աստծո որդիներ ըլլալու իշխանություն դրվեցավ։ Ասել է Աստծո որդի ըլլալու բադիվը դրվեցավ։ Այդ լոգոսը, այդ բանը, այդ հավանական կյանքը ընդունողին բադիվ դրվեցավ Աստծո որդի ըլլալու։ Ուրեմն նայեցեք համար 14։ Եվ բանը գսե մարմին եղավ եւ մեր մեջ բնակեցավ։ Նորեն գրկնեց նույն բանը, լույսը մարդկանց մեջ լուսավորեց։ Հիմա գսե լույսը, որ լոգոսն է, մարմին արավ, մարմին, մարդկային մարմին, եւ գսե մեր մեջ բնակեցավ։ Այստեղ սիրելիներ, Հիսուսի գենսակրությունը գկրե Հովհաննես Արաքյալը։ Ով է Հիսուս։ Մեր մեջ բնակեցավ եւ մենք տեսանք անոր փառքը, անոր լոգոսը լալը, անոր Աստվածը լալը, անոր լույսը լալը, անոր հավիտենականը լալը մենք տեսանք։ Դեսանելի չէ, բայց ինք որոշեց մարմին առնել,
որբեսի դեսանելի լա այդ աներևույթ լոգոսը, որ հույները եւ հрьяաները թարերը իվեր կսպասեն կամ կփորձեն հասկանալ, թե ինչ է այդ լոգոսը, Հովանես կսե այդ լոգոսը միամ մեկ բան է, մարմին եկավ եւ բնակեցավ մեր մեջ, եւ մենք տեսանք իր փառքը հորմեն միածին փառքի պես, հորմեն ելած աստվածային փառքը մենք տեսանք, քանի որ մարմին արավ, աստվածային փառքը իր մեջ երևցավ եւ շնորհք ու ճշմարտությունով լեցուն։ Շնորհքը սել է նվեր, ճշմարտությունը սել է ճշմարտություն։ Այն լոգոսը, այդ լույսը, որ եկավ սիրելիներ լուսավորելու, բայց իր քալը շնորհք է։ Հասկանաք, չստիպվեցավ քալու, մեկը չգանչեց զինք, ինք եկավ, խավարի մեջ մարդկանց եկավ, իր քալը մարմնանալը, լույսը խավարի մեջ փայլիլը ինքնիրույն նվեր է, ինքնիրույն շնորհք է։ Մենք ծնունդ երբ որ գտոնենք, ծնունդին մենք նվերներ կուտանք, այս կետի վրա մտածելով, որ Աստված միածին որդին ղրգեց իբր շնորհք լույս լոգոս հավիտենականությունը բացվեցավ, հայտնվեցավ հավիտենականությունը մեզի Հիսուս Քրիստոսով։ Եվ այստեղ գսե ուրեմն Հովաննես համար 15 վկայեց անոր համար եւ աղաղեց ասելով ասիգա է որուն համար գսեի ան որ իմ յետևես կուքա ինձ մե առաջ է վասնզի ինձ մե առաջ էր։ Ուրեմն այստեղ Հովաննես մգրդիչը գմատնանշե անձնավորություն։ Գիտեք, մենք գիտենք պատմությունը, մենք գիտենք Հիսուսի մասին գխոսի, բայց երևակայեցեք Հովաննես առաքյալը որ գկրե այս հрьяաներու եւ հույներու գուզե ներկայացնել Հիսուսը իր աստվածությունը կներկայացնե, իր լոգոս հավիտենական լալը կներկայացնե, իր մարմին առնելը կներկայացնե այդ աներևույթը երևնալու սկսավ վերջապես, բայց դժբախտաբար մարդիկ, որոնց եկավ հայտնվեցավ, չընդունեցին զինք, բայց ընդունողներ ալ եղան, ուրեմն ահավասիկ ընդրություն, շնորհք կնե, նվեր կնե եւ գուկատեբի մարդուն կդրվի ընդրություն, ընդունելու եւ գամ չընդունելու։ Անոնք որ չեն ընդունիր խավարի մեջ կմնան եւ հետո Հովաննես Ավետարանիչը մեզ պիտի բացատրե, թե խավարի մեջ մնալը թժող կնե, իսկ անոնք որ ընդունեցին, իշխանություն կդրվի Աստծո զավակներ որդիներ կոչվելու։ Եվ այս երևալի էր։ Փիլիսոփաները, հույն փիլիսոփաները վերացական աստվածներու կհավատային։ Այստեղ Հովաննես կսե ես այն լոգոսը որ ցես կներկայացնեմ երևալի լոգոս է, մարմին արավ, մենք տբանք մեր մեջ կեսավ բնակեցավ, մենք տեսանք իր նվերը լալը եւ իր ինչպես գրված է այստեղ ճշմարտությունը լալը։ Հավիտենականության ճշմարտությունը Հիսուսն է, այս լոգոսն է։ Եվ անոնք որ կփնտրեն իսկապես ճշմարտությունը, այն հույները, այդ փիլիսոփաները, այդ գրոնքները, որ ճշմարտությունը կփնտրեն եւ կան գրոնքներ միջև այսօր 5 անգամ գաղութեն որ ճշմարտությունը Աստված ցույց տա, այստեղ գրված է այդ ճշմարտությունը Աստված նվերավ մեզի այն լույսի լոգոսի մարմնացումով նվեր եկավ մեզի այդ ճշմարտությունը, շնորհք է այդ ճշմարտությունը։ Հալելույա, հալելույա։ Եվ Հովաննես կսե այս է այն մարդը, ան է որ իմ ետևես կուքա ինձ մե առաջ եղավ, բայց հիմա ինձ մե առաջ է, ինք ինձ մե առաջ էր։ Հովաննես կխոսի այն անձի մասին, լույսի մասին, որ արդեն կար, բայց այդ լույսը հիմա իր առջևն է, ահա այստեղ է, ինձ մե վերջ պիտի կա, բայց արդեն կար, հասկանաք, այդ հավիտենական լույսը, հավիտենական այդ լոգոսը, հավիտենական այդ բանը, հավիտենական այդ ինչպես գրված է բանը, հա, այդ հավիտենական այդ կյանքը գար, ինձ մե առաջ էր, բայց հիմա ինձ մե վերջ պիտի կա, քանի որ ես իր մասին կվկայեմ։ Առաջ Հովաննես Մկրտիչը պիտի կար, հետո պիտի կար Հիսուս, ինչպես Մաղաքյա մարգարեությունը, ինչպես Հիսուս ինքը ասավ։ Համար 16 նայեք ինչ կխոսի։ Դեր Հիսուս բառը չկործածեր։ Հիսուս բառը չկործածեր, բարձրապես կներկայացնե։
Եվ գսե անոր լեցունութենեն մենք ամենքը շնորհք արինք շնորհքի վրա, շնորհքի դեղ։ Անոր լեցունութենեն, որուն լեցունութենեն, լույսին, կյանքին, լոգոսին, եկավ մարմնացավ, շնորհք եղավ, դեսանք, մարմին արավ, եւ մենք, հիմա այստեղ գսե, մենք լեցունութենեն շնորհք արինք, ասալ իր վկայությունն է։ Հովանես Ավետարանիչին վկայությունը մենք ստացանք իր մե։ Ուրեմն ոչ թե մարմնացավ միան երևնալու համար, որ մարմին է, այլ եկավ իսկապես մեզ փոխելու եւ մենք լեցունությունը ստացանք, շնորհքը ստացանք, օրհնությունը ստացանք։ Այս է իսկապես Հովանես Արաքյալի վկայությունը, ես ինչ որ ցես գբատմեմ, ես ստացա, ես տեսա իր փառքը, տեսա մարմինս տբավ, մադս տբավ, տեսա իր ճշմարտությունը, ընդունեցի զինք, ես լեցվեցա իր շնորհքով։ Իր անձնական վկայությունը գբատմեմ։ Հիմա նայեցեք 17-րդ համարը։ Ասենզի օրենքը Մովսեսին ցերկով երևցավ, այս հрьяաներու մասին է խոսքը։ Օրենքը Մովսեսին ցերկով դրվեցավ, բայց շնորհքը եւ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի ցերկով եղավ։ Ահա Հիսուսի անունը հիմա գդրվի այստեղ։ Քիչ առաջ ասվեցավ, բանը մարմին արավ շնորհքով եւ ճշմարտությունով։ Հիմա գսվի շնորհքը եւ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի ցերկով եղավ։ Այն բանը, որ Աստծո կով էր, որ Աստված էր, որ կյանք էր, որ լույս էր, որ խավարի մեջ փայլեցավ, եկավ իբր թեպի մարդ եւ մարդացավ, այն շնորհքը Հիսուս Քրիստոսն է։ Այն լոգոսը Հիսուս Քրիստոսն է։ Այն աստվածային բանը Հիսուս Քրիստոսն է։ Հիսուսով եղավ գրված այստեղ, ամեն բան անոր եղավ։ Գիշեք է որ գողոցացիները սերդեցին իրար հետ, առաջին գլխում մեջ գրված է։ Ամեն ինչ Քրիստոսով եղավ, Քրիստոսի մեջ, Քրիստոսի համար։ Հիմա Հովանեսը նույն բանը գսե։ Քրիստոսով ամեն ինչ իր ցերկով եղավ։ Հալելույա։ Գտեսնեք հեղինակը ցույց կտա թե ով է Հիսուս Քրիստոս։ Արդյոք դու գրնաս այսպես վկայել։ Դու գրնաս արդյոք բացատրել դեր Հիսուս Քրիստոսը։ Այս համարները 18 համար միամից երդենք, արդեն վերջին համարը մնաց։ Գարջը այսօր։ Բայց որչափ խորունգ է, դու պետք է այս 18 համարները քիչ առաջ կորձնական ցևով գարտաս եւ փորձես հասկանալ փոխանցելու նպատակով։ Գարձեք այստեղ ցես գսեմ դուք Սարգիսին գճանչնակ։ Ցես մեկը գսե այո գճանչնամ։ Ուղի եթեր գնե, այսպես է, այստեղ Գաբրի, այսպես է, այս գնե, ան գնե, իմ մասին գխոսիկ։ Նույն բանն այստեղ Հիսուսի աստվածությունը կբացատրե Հովաննեսը, այնպես կբացատրե, որ այդ օրերու փնդրդուկի մարդկանց նպատակն էր։ Լոգոսը, հավիտենական լույսը, հավիտենական կյանքը, որ Աստծո կով էր, Աստված էր, ամեն ինչ անով եղավ։ Այդ լույսը աստվածային ցևով շնորհք եղավ մեզի, եկավ դեպի մարդ եղավ։ Մենք տեսանք, մենք տբանք, մենք հասկացանք, մենք տեսանք իր շնորհքը եւ իր ճշմարտությունը։ Եվ իր մենք լեցվեցանք։ Այս է վկայությունը։ Մենք իր լեցվեցանք եւ հասկացանք, որ ամեն շնորհք եւ ամեն ճշմարտություն դեր Հիսուս Քրիստոսի միջոցով է։ Օրենքը Մովսեսը բերավ, հռոմեացիները բերին իրենց փիլիսոփայությունները, հույները բերին իրենց փիլիսոփայությունները, բուդդիստները բերին իրենց այսինչը, հինդուիստները բերին իրենց այսինչը, բայց ճշմարտությունը եւ շնորհքը եղավ դեր Հիսուս Քրիստոսի ցերկով, որուն փառք միշտ եւ հավիտյան հալելույա։ Նայեցեք 18-րդ համարը գսե մեկը երբեք Աստված դեսած չէ։ Շատ կարևոր է։ Հрьяաներն ալ այդպես կսեն, իսլամներն ալ այդպես կսեն, հույներն ալ այն ժամանակ այդպես կսեին, աներևույթ Աստված, եւ իրական է, հայր Աստվածը ոչ մեկը տեսած չէ։ Բայց կսե միածին որդին, որ հորձոցն է, անիգա պատմեց։ Հիմա այստեղ այս համարը գաբունի մեկ համար վերինին հետ։ Շնորհք եւ ճշմարտությունը հայտնվեցավ դեր Հիսուս Քրիստոսով։
Քիչ առաջ ասինք շնորհքը եւ ճշմարտությունը աներևույթ Աստծո բաններ, լոգոսներ։ Ուրեմն ոչ մեկ Աստված տեսած չէ։ Ոչ մեկը չի ալգրնար տեսնել։ Հիսուս Քրիստոս աներևույթ Աստծո երևալի պատկերը դարձավ։ Ինչ որ Եբրայեցիս կրկին առաջին գլուխը կսորվեցնե։ Աներևույթ լոգոսը, հավիտենական լոգոսը, հավիտենական կյանքը, հավիտենական լույսը, որ ամեն ինչ անորմով եղավ, որ մարդիկ կբաշխեն առանց ճանչնալու, առանց տեսնելու, այն Աստվածը, որ ամեն ինչ ստեղծեց ինքը, այն Աստվածը դարձավ մարմին եւ երևցավ Հիսուս Քրիստոսի մեջ։ Ավասիկ ինչպես կներկայացնե Հովաննես Ավետարանիչը Հիսուս Քրիստոսի անձը։ Եվ այն Հիսուս Քրիստոսի անձը այս ներկայացնելուն դեղ երկու բան գսե։ Առաջինը ընդրություն պետք է ունենք, թե այդ լույսը պիտի ընդունենք, պիտի հավատանք, պիտի վստահենք, թե չէ։ Առաջին։ Երկրորդ։ Եթե ես կամ պիտի այո կամ պիտի ոչ։ Եթե ոչ, խավարը խավարի մեջ պիտի մնա։ Նույնիսկ լույսը գպայլի խավարին մեջ, բայց խավարը չընդունիր զինք։ Զարմանալի բան է այս բանը։ Գիտնական ցևով չես կրնա բացահայտել այս խոսքը։ Քանի որ խավարի մեջ որ լույս կվարես, գլուսավոր է։ Բայց այստեղ գսե, լույսը խավարի մեջ ելավ, բայց խավարը չընդունեց, ասել է չընդունեց խավարը այդ լույսը։ Ասել է թե Աստված ընդրություն տվավ, որովհետեւ խավարի մեջ եղող մարդկանց ընդրություն տվավ ընդունելու կամ չընդունելու։ Աստեղ ապաշխարության գոչ կա։ Անոնք չընդունեցին եւ խավարի մեջ եղողները խավարի մեջ մնացին։ Բայց անոնք որ ընդունեցին, համար 12, անոնք որ ընդունեցին, անոնց տվավ իշխանություն Աստծո որդիներ ըլլալու։ Ուրեմն առաջին բանը այստեղ որ Հովաննես կսե, այն աներևույթ Աստված որ եկավ թեպի մարդ, իբր նվեր եկավ, բայց ընդունիլ գա մարդուն բաժինը եւ գամ չընդունիլ։ Եթե մարդը իր բաժինը չգադարե, այդ շնորհքը որ եկավ, այդ փառքը որ եկավ, մեզ ոչ մեկ բան չփոխեր։ Ուրեմն Աստված այնպես կնե, որ իր փառքը կհայտնե խավարի մեջ, ընդրություն տալով մարդկանց, որ մարդիկ ընդունին կամ ոչ։ Օտոմատիկ չէ։ Լույսը գպայլի, եթե այստեղ ես լույսը գվարեմ, ամեն խավարը գլուսավորի, շատ բնական բան է, բայց հոգևոր կյանքի մեջ այդպես չէ։ Երբ որ լույսը գվարվի, ասել է Աստված միջոց կփանա, որ լույսը կա քո մեջ, խավարիդ մեջ, փանա։ Բայց դու պիտի որոշես, կընդունիս կամ ոչ։ Ընդունեցիր, մնացիր, չընդունեցիր, մնացիր խավարի մեջ։ Ընդունեցիր այդ լույսը, ինչպես Հովաննես ինքս է մեզ լեցունությունով լեցուց, օրտնեց եւ այցելեց, քանի որ մենք ընդունեցինք այդ լույսը եւ այդ լույսը մեզի շնորհք տվավ, օրտնություն տվավ, նվեր տվավ։ Այսպես է, որ այս 18 համարներուն մեջ սիրելիներ Հովաննես Առաքյալը մեզ կներկայացնե աստվածային վարդապետությունը, թե ով է հայրը եւ ով է որդին։ Մեզ կներկայացնե մարդուս ընդրությունը Աստծո շնորհքին առաջ։ Մեզ կսորվեցնե Աստծո իր գամքի հայտնությունը, որ մարդուն շնորհք ունե, նվեր ունե, Աստծո սերը մարդկանց հանդեպ, որ Աստված միածին որդին ղրգեց։ Առաջ որ մարդիկ ոչ մեկ բան ունելու, նորեն գսեմ, մարդիկ չգանչեցին Աստծո, որ մեզի մեկ ղրգե։ Աստված տեսավ, որ մարդիկ խավարի մեջ են եւ ասավ այդ խավարի մեջ լույսը պիտի փայլադագի։ Ես ուրեմն կղրգեմ լոգոսը, կղրգեմ կյանքը, կղրգեմ լույսը, որովհետեւ շնորհքը լա մարդկանց, բայց մարդիկ պետք է ընդունին։ Մենք կտեսնենք այստեղ ապաշխարության վարդապետությունը, զղջումի վարդապետությունը։ Եվ նաեւ այստեղ կտեսնենք Սուրբ Հոգի լեցունության վարդապետությունը։ Գսե եւ անոր լեցունութենեն մենք ամենքս շնորհք արինք։ Լեցունութենեն, որուն լոգոսին Հիսուս Քրիստոսի շնորհքի լեցունությունը, իր անձի լեցունությունը եւ եկավ մեր վրա, որովհետեւ մենք ալ իր անձին լեցունութենեն մենք ալ լեցվինք։ Եվ այդպես աներևույթ Աստվածը երևնալու կսկսի Տեր Հիսուս Քրիստոսի մեջ։
եւ ամեն փառքը գդրվի իրեն, քանի որ աներևույթը երևցավ, քանի որ մեր խավարին մեջ լուսավորեց եւ մեր լույսը բերավ լեցունության, շնորհքի եւ ճշմարտության։ Օրտնյալը լա մեր Տերը, որ այս բանը մեզ գսորվեցնե, այո սիրելիներ, սիրեցեք Հիսուսը, ջանցցեք Հիսուսը եւ այս ավետարանի մեջ մենք պիտի ջանչնանք Հիսուսը, շեշտը պիտենք Հիսուսի անձին վրա, քանի որ Հովհաննես ավետարանիչը մեզ այդտեղ գմղեն, այցեք 18 առաջին համարները մատնանշեց թե ով է Հիսուս, ամեն ինչ այդտեղ են պիտի սկսի։ Իրենիներուն եկավ իրենները չընդունեցին, այդ պատմությունները մենք պիտի կարդանք, ինչպես հրյաները չընդունեցին, այդ վիճապանությունները, որ եղավ Հիսուս հրյաներու միջև, մարգարեներու օրենքներու հետ կապված, բայց նաև ոչ հրյաները, որոնք ճշմարտությունը կփնտրեն, պիտի տեսնեն թե Հիսուսն է։ Հիսուսն է ամեն դիեզերքի գետրոնը։ Նորեն գրնամսել քեզ Հիսուսն է ամեն դիեզերքի գետրոնը, թող դառնա քո կյանքի գետրոնը, թող դառնա քո կյանքի նպատակը, թող դառնա քո կյանքի շնորհքը, լեցունությունը, ընդունիս այդ Հիսուս Քրիստոսը ավելիով, որովհետեւ քո ներսի խավարները լուսավորվի եւ լուսավորվելով տեսնես այն աներևույթ Աստվածը եւ շնորհքեն ստանաս, լեցունութեն ստանաս եւ իր հետ լաս իր պարկին համար, ինչ ինք վերադառնա եւ նաեւ Հավիդյանս Հավիդենից եւ թող բարավորվի մեր երրորդության Աստվածը հիմա եւ միշտ եւ Հավիդյան հալելույա ամեն 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 այսօր այսքանը սիրելիներ քիչ մգարջեր բայց գուզեցի որ հստակ լայս կեդը քաշապատ դերը գամի շարունակենք մեր սերդողությունը եկեք լսենք այս երգը որ մենք կվերակտնենք իրար Գիտեմ երբեք չեմ սայթաքի ու թե կորսվեմ այս աշխարհից գիտեմ Հիսուս ինձ չես լքի թող ամբուրեմ ձեռքերը քո Ver batratin Togam kesmot Der yesaysor Hasnem sırtis Yerazatin Kezamur Gürgem Isus Kako gargum
զավակ դարձա Հալելույա, ամեն, ամեն իր փառքի համար, օրտնյալ է մեր Տերը։ Կաղոթենք Տեր ամենագալ Աստված, դու որ ես էիր եւ գլաս Հավիդյանս Հավիդենից։ Այցելես այն բոլոր քույր եղբայրները, որոնք լսեցին այս խոսքերը։ Միտքը, հոգին, էությունը դառնա քեզ ավելի հաճելի, նվիրյալ, ստիրող, հանցնվող, հնազանդող քո խոսքին Տեր ամենագալ։ Ողորմությունը է, այո, շնորհքը է, որ այսօր քրիստոնյա աշխարհը ավելի քեզ նվիրված աշխարհը լա խոսքիդ համաձայն քայլ է։ Այս աշխարհի բոլոր մտքերեն, սպաղմունքներեն հեռացած մդերմանա քո հետ եւ քեզ ավելի ճանաչի Տեր ամենագալ Հիսուս։ Օրտնյալ ես դու, որ ես էիր եւ գլաս Հավիդյանս Հավիդենից։ Կաղոթենք հիվանդներու համար, դգարներու համար, ինգացներու համար։ Կաղոթենք անոնք, որ հոգեվորապես դքեդեն, որբեսի լուսավորես իրենց կյանքը, լույս աշխարհ բերես իրենց ներսի խավար վիճակները եւ գաղոթենք որ շատեր ընդրեն քեզ հնազանդին քեզ որովհետեւ իրենք ալ դառնան այն ամենամեծ դիդղոսը Աստուծո որդիներ ըլլալու իշխանությունը օրտնես ով դեր եւ զորացնես քո սիրելիները Հիսուսի անունով օրտնես այս ծառայությունը եւ մասնագետները եւ դու փառավորվես միայն դու հալելույա ամեն ամեն եւ ամեն Դերս է շատ օրտնես սիրելի քույր եղբայրներ, ինչպես տեսնեք, արդեն Հովաննու ավետարանը լավ ցեվով սկսանք եւ Տիրոջ շնորհքով հուսամ կշարունակենք։ Միշտ պատրաստ եւ ինչ պիտի խնդրեմ ձեզ մեզ անոնք որ լսեցին, փորձեք այս շաբաթվա ընթացքին ձեր այսօրվա հասկացածը փորձեք փոխանցել։ Okay? Ուրեմն ասկեվերջ պիտի ցեզի նույնիսկ բարդականություններ, հանցնարարություններ դամ։ Չեմ դեսներ ես դժբախտաբար, բայց այս շաբաթ Տիրոջ արչև որոշում ար ինչ հիմա հասկացար 18 համարներուն մեջ փորձեք ու բարերովը պատրաստել եւ մի քանի հոգիներուն փոխանցել ներկայացուր Տեր Հիսուս Քրիստոսը ինչպես այսօր մենք տեսանք Okay եւ պիտի տեսնես օրտնված պիտի լաս եւ այսօրվա այս խոսակցությունը բարամի պիտի չլա եւ դերը պիտի օրտնե քեզ սուրբ ոգիով պիտի առաջնորդվիս եւ դու պիտի ուրախանաս այդ քո օրածիդ վրա ամեն ուրեմն կա շաբաթ հուսամ լավ լուրերով կվերադառնանք դեր օրտնեցես բարի օրտնված երեգո բարի օրտնված շաբաթ մինչ մյուս չորեքշաբթի եթե դերը գամի ցտեսություն